Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Անհայտ կորածների հարցով Բաքուն Երևանին առաջարկում է ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմներ դնել։ Ադրբեջանի անհայտ կորածների հարցերի միջազգային հանձնաժողովը նշում է, որ եւ Հայաստանում եւ Ադրբեջանում կան առաջին եւ երկրորդ պատերազմների ժամանակ անհայտ կորածներ, իսկ ռազմական գործողությունների տարածքում հայտնաբերված մասունքները կարող են պատկանել երկու կողմերին էլ։ Իսկ ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր, թե առաջին Ղարաբաղյան պատերազմից շուրջ 4000 ադրբեջանցիների մասին լուր չունեն եւ իբր Հայաստանը թաքցնում է զանգվածային գերեզմանների մասին տեղեկությունը։ Կասկածի տակ դնելով այս հրապարակումը Հայաստանն իր հերթին շուրջ 1200 անհետ կորած անձի հարց է բարձրացնում։ Պաշտոնական տվյալներով 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ, 44-օրյա պատերազմից հետո անհետ կորել է շուրջ 200 հայ զինվոր։ Դեռ դատավարությունների սկզբից իրավապաշտպանները ահազանգում էին Բաքվում իրականում դատում են ոչ թե հայ ռազմաքաղաքական ղեկավարներին, այլ մի ամբողջ ժողովրդի։ Սա ոչ միայն ազգային արժանապատվության տեսանկյունից, այլ նաև իրավաքաղաքական առումով ամբողջ երկրի դեմ է։ Մասնագետները պարզ ասում են, երբ թույլ ենք տալիս, որ Բաքվի դատարաններում կեղծ հնարած մեղադրանքներ կարդան, բարձրաձայնեն, այդպիսով նաև թույլ ենք տալիս, որ միջազգային հանրությունը համոզվի, թե Ալիևը անմեղ գառ է, հայերն են հանցագործ։ Նշում են, որ սա ոչ միայն Հայաստանի դեմ հավաքագրվող ապացույցների դատավարություն է, որտեղ որ կորզում են ինչ-որ ցուցմունքներ կամ ընտրովի ներկայացնում են դրանք աշխարհին, որ ինչ-որ բանում խոստովանում են կամ հաստատում են ինչ-որ փաստեր մարդիկ, այլ նաև նախկին եւ ներկա բարձրաստիճան Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների դեմ հավաքագրվող ապացույց է։ Արցախյան հակամարտությունը ըստ էության ավարտվեց Ադրբեջանի օգտին, բայց Ալիևի ճակատին միջազգային մասշտաբի հանցագործի խարան կա ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունը չտեսնված հնարավորություն է խմբագրել, փոխել իրականությունը, այրունահեղությունները վերնագրել հայկական կողմին։ Իսկ ռազմաքաղաքական ղեկավարների գերեվարումից հետո ըստ իրավապաշտպանների ժամանակը մեր օգտին չի աշխատել։ Պատահական չէ, որ Ադրբեջանի դատախազությունը պարբերաբար երկարաձգում էր կալանքի ժամկետը, որպեսզի այս շինծու դատավարությունները սկսեն COP29-ից հետո։ Իրենք կարող էին նույնը անել COP29-ից առաջ, բայց այդ դեպքում միջազգային ճնշումը եւ ուշադրությունը ավելի մեծ կլիներ, դրա համար հետաձգեցին։ Լավ գիտենք, որ Բաքուն գերիների հարցը բացարձակապես քաղաքական հարթություն է տարել։ Այս դեպքում ինչ կարող է ձեռնարկել Հայաստանի իշխանությունը։ Նրանք ամեն դեպքում ասում են, աշխատում են այդ մարդկանց վերադարձնելու ուղղությամբ։ Ամեն ինչ չէ, որ բարձրաձայնում են։ Ես կարծում եմ, որ սա պիտի լինի համաձայնագրի կետերից մեկը, որ պետք է գերիները ազատ արձակվեն, ընդ որում ոչ թե համաձայնագիրը կնքելուց հետո, այլ որպես հստակ նախապայման համաձայնագիրը կնքելու համար։ Վարդանյանի ուղերձն իր հերթին որոշակի միջազգային ուշադրություն է բերել դեպի Բաքվի կեղծ դատավարություններ։ Առհասարակ հիմա, երբ Բաքուն համակարգային պայքար է տանում միջազգային միջնորդությունները բացառելու համար, հայկական կողմը պետք է օգտագործի ամեն առիթ հարցը օրակարգում պահելու համար։ Իրավապաշտպանները հորդորում են աչքի առաջ ունենալ ժամանակը սուղ է։ Հայաստանում COP17 համաժողովի կազմակերպման եւ անցկացման շրջանակներում ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը մարտի 3-ից 7-ը գտնվել է Հայաստանում։ Պաշտոնական այցի շրջանակում տիկին Շոմեյքերը հանդիպում է ունեցել վարչապետ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Միրզոյանի, ինչպես նաեւ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ։ Այցի շրջանակում քննարկվել են COP17-ի կարևորությունները, կարիքները միջազգային գործընկերների հետ հնարավոր գործակցության շրջանակը եւ հետագա քայլերը։ Երուսաղեմի քաղաքապետարանը պահանջում է, որ հայոց պատրիարքարանը վճարի երկար տարիներ կուտակած հարկերը։ Պատրիարքարանն ընդդիմանում է Երուսաղեմում հոգևոր ոչ մի կառույց տարիների ընթացքում հարկ վճարելու պարտավորություն չի ունեցել։ Այստեղ տեղում Սուրբ Երկրում հին ավանդություն կա բոլոր իշխանություններից։ Բոլոր իշխանությունները ազատել են եկեղեցիները, իմաստնավորի հայ եկեղեցին, որևէ տեսակ թուրքերից։ Եվ հայոց պատրիարքարանը եւ հույն ուղղափառ
պատրիարքարանը եւ լատին պատրիարքարանը, որտեղ դրանք կատարում են բարոյական առաքելություն, դպրոցներ են պահում, հիվանդանոցներ ունեն։ Իրավիճակն այնքան է լարվել եւ ճնշումն ավելացել հայոց պատրիարքարանի վրա, որ Երուսաղեմի հայոց պատրիարք Տեր Նուրհան arczepiskopos Մանուկյանը նամակ է գրել Իսրայելի վարչապետին։ Այստեղ պատրիարք հայրը հորդորել է վարչապետին միջամտել եւ դադարեցնել պատրիարքության դեմ ձեռնարկած քաղաքապետարանի գործողությունները։ Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչները իմասնավորի Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյանը, որ կալվածոց տեսուչն է, ժամանակին հազանգեց բոլորին նախևառաջ միաբանությունը տեղեկացավ, որ դա անընդունելի է։ Արմոնա է կոչվում այդ турքը, որը քաղաքապետարանը պահանջում էր հայոց պատրիարքարանից, որտեղ մենք շատ հին ժամանակներից դա Դուրյանաշեն է կոչվում այդ թաղամասը, որ հիմիկվա արևմտյան Երուսաղեմում է։ Նրանք պահանջում էին այդ Արմոնա կոչված турքը։ Համայնքային վիճելի հարկային պարտքի հայցով պատրիարքարանը դիմել էր դատարան։ Դատական նիստը հետաձգվել է հայր Էմանուել վարդապետ Աթանջանյանի փոխանցմամբ եղանակի պատճառով։ Եթե դատարանը մերժի պատրիարքարանի բողոքը, քաղաքապետարանը կբռնագրավի եւ աճուրդի կհանի հայկական եկեղեցիների ունեցվածքը, որը պատրիարքարանի սեփականությունն է դարերով։ Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի վարի, քանի որ Վաշինգտոնին հետաքրքրում են միայն իր շահերը։ Այսպես է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին պատասխանել Թրամփի նամակին, որտեղ Սպիտակ տան ղեկավարը առաջարկել էր բանակցություններ սկսել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Խամենեի գնահատմամբ Արևմուտքի երկակի չափանիշների կիրառումը ոչ այլ ինչ է, քան քաղաքակրթության խայտառակություն, եւ նրանց համար բանակցությունները պարզապես նոր պահանջներ ներկայացնելու միջոց են, եւ խոսքը միայն միջուկային խնդրի մասին չէ։ Նրանք շարունակաբար նոր պահանջներ են առաջադրում, օրինակ երկրի պաշտպանական կարողությունների սահմանափակում, միջազգային ազդեցության սահմանափակում, ինչին Թեհրանը դեմ է, նշել է Խամենեին։ Բռնության ու ջարդի ողբերգության նոր ժամանակներ են Սիրիայում նախկին նախագահ Բաշար al-Ասադի տապալումից հետո ծավալներով աննախադեպ։ Ասադի կողմնակիցների եւ Սիրիայի նոր ապստամբների առաջնորդից ժամանակավոր նախագահ դարձած Ահմեդ al-Շարայի գլխավորած անվտանգության ուժերի միջև մարտի 6-ին Լաթաքիա ծովափնյա նահանգում սկսված բախումները ավելի քան 1000-ից ավելի մարդու կյանք են խլել։ Լաթաքիայի հայ առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցին նախորդին չեղարկեց նախատեսված պատարագը, ավելի ուշ պարզվեց երկու հայ զոհ ունենք։ Սիրիայի առաջնորդ Ահմեդ al-Շարան կիրակի օրը խաղաղության կոչ արեց։ Երբ մենք հետ ենք կանգնում էթիկայից, ընկնում ենք նույն մակարդակի վրա, ինչպես թշնամին, ընկած ռեժիմի մնացորդները պատճառ են փնտրում մեր իսկ խախտումների հետևում թաքնվելու։ Զինված խմբավորումներին կոչ եմ անում վայր դնել զենքերը, իսկ նոր կառավարությանը հավատարիմներին խուսափել քաղաքացիական անձանց վրա հարձակումներից եւ բանտարկյալների նկատմամբ բռնություններից։ Կարծես անօգուտ են եղել առաջնորդի այս հայտարարությունները, պատերի տակ սպանվում են խաղաղ բնակիչներ, չեն խնայում մեծ ու փոքր։ Կատարվողը ավելին է, քան սովորական քաղաքացիական կռիվ։ Միջազգայնագետը կարծիք է հայտնում, թե Ամերիկայից մինչև Թուրքիա ու Իսրայել կանգնած են այս հակամարտության հետևում, ամեն մեկն իր նախորժակով։ Ամենաառանցքայինը կրոնական հիմքով Իրանին բախման մեջ ներքաշելն է։ Իրանին ներքաշելու համար, որպեսզի միջուկային այսպես բանակցություններում Իրանը ավելի խոսքան լինի եւ գնա զիջումների, որ ինչ ճանապարհ պիտի լինի, պիտի ալավիներին սկսեն կոտորել, որպեսզի Իրանը ստիպված լինի միջամտել, իբրև շիա ուղղության այսպես պաշտպան։ Մյուսը միջին պետությունը, դա Իսրայելն է, այսօր Իսրայելի Կնեսետի անվտանգության հարցերով կոմիտեի նախագահն է ասել, որ մեր խնդիրն է դուրս գալ Եփրատ Սիրիայով եւ դեպի Քուրդիստան եւ դեպի Իրաք։ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները համատեղ հայց են ներկայացրել ՄԱԿ-ում հարցը փակ քննարկելու համար, մինչև այս էլ Վաշինգտոնը կոչ է արել Սիրիայի իշխանություններին պատասխանատվության ենթարկել արմատական իսլամիստ ահաբեկիչներին, որոնք մարդկանց են սպանում։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերի ղեկավարը իր հերթին կոչ է արել Սիրիայի ժամանակավոր կառավարությանը միջամտել ափամերձ շրջաններում զանգվածային սպանությունները կանխելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, բայց գործուն քայլեր կոչերից ու հայտարարություններից բացի դեռ չկան։ Փորձագետը համոզված է, ելքը Իրանի հոգևոր առաջնորդներից է կախված։ Ես կարծում եմ, սա փորձելու են Իրանի համար ներկայացնել իբրև կարմիր գիծ եւ Իրանին դնել փաստի առաջ, կամ ինքը
ալավիներին կպայի մտնելով այս բանի մեջ կամ ինքը չի մտնի սրա մեջ, բայց միաժամանակ կկորցնի ազդեցությունը մերձավոր արևելքում։ Եվ ուրեմն, եթե սա սադրանք է Թեհրանի դեմ, ապա դրան ընդառաջ գնալը կարող է մերձավոր արևելքում նոր ցնցում սկսել, ասել է թե տարածաշրջանային նոր կրոնական պատերազմ մեծ երկրների սցենարով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է միջազգային զարգացման գործակալության ծրագրերի 83%, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ 6 շաբաթյա վերանայումից հետո մենք պաշտոնապես դադարեցրեցինք Ամերիկայի միջազգային զարգացման ծրագրերի 83%, 5200 պայմանագրերում, որոնք այժմ չեղյալ են հայտարարվել, տասնյակ միլիարդավոր դոլարներ են ծախսվել Ամերիկայի շահերին, ոչ համապատասխան, գրել է Nike-ում։ ԱՄՆ նախագահը մեկնաբանել է Կիևին զենքի մատակարարումը դադարեցնելու իր որոշումը։ Թրամփի խոսքով Ուկրաինան կարող է չգոյատևել նույնիսկ Վաշինգտոնի ռազմական օգնության դեպքում։ Թրամփը կրկին հիշեցրել է Զելենսկուն, որ նա երախտապարտ չէ Ամերիկայի օգնության համար։ Չնայած այս ամենին Սպիտակ տան ղեկավարն ակնկալում է, որ Զելենսկին կվերադառնա Վաշինգտոն եւ Ուկրաինայում հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ գործարքը կստորագրվի։ Արգենտինայում երրորդյա ազգային սուք է հայտարարվել այն բանից հետո, երբ սաստիկ ջրհեղեղները 16 մարդու կյանք են խլել Բայա Բլանկա քաղաքում նորմայից շատ տեղումների հետևանքով։ Հեղեղը քշել տարել է 1 եւ 5 տարեկան 2 երեխայի։ Կան բազմաթիվ անհետ կորածներ, ուստի ենթադրվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։ Հայաստանն աշխարհում մեկ շնչին բաժին հասնող ամենաշատ գրոսմայստերներ ունեցող երկիրն է, այս մասին գրել է Հայաստանի շախմատի ակադեմիան։ Հայաստանը FIDE-ի անդամ դարձել է 92 թվականից, սակայն հայկական շախմատի պատմությունը սկսվում է 1934 թվականից, երբ երկրում անցկացվեց շախմատի առաջին առաջնությունը։ Հայաստանի առաջին չեմպիոնն է Հենրիկ Գասպարյանը, ով չեմպիոնի տիտղոսը պահպանեց 9 տարի։ Էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպումից ճիշտ 1 շաբաթ անց շրջարկի բարձրացման դեմ բողոքող տնտեսվարողները կրկին կառավարության շենքի առջև էին հավաքվել։ Նախարարը խոստացել էր այս փուլում պարբերաբար հանդիպում քննարկումներ նախաձեռնել, առաջարկներ անել, ասում են ակցիայի մասնակիցները։ 7 օր է անցել, արդյունք չկա։ Բացի շրջանառության հարկը, գույքագրումն է ամբողջ խնդիրը, որը տերոր է լինելու։ Ազգի վրա տերոր է լինելու, մանր ու միջին բիզնեսի վրա հարձակում է լինելու։ Հիմա մարդիկ ունեն 10 տարվա ապրանք։ Այդ ապրանքը բերել են, մաքսազերծել են, NDS-ը վճարել են եւ չի վաճառվել։ Պետությունը միևնույնն է, մեզ NDS-ը հետ չի տալի։ Այդ 10,000 արժողությամբ ապրանքը կարող է մեկը մոտենա 1000 դրամով վաճառի։ Եթե հիմա այսօր ինքը գույքագրի 5000-ով, հետո 1000-ով վաճառի, դա խնդիր է լինելու։ Ապրանքը փչանալ կա, բռակ կա, դրանք լրիվ խնդիրներ են։ Գույքագրել ապրանքները տեսականորեն գուցե, բայց եւ գործնականում անհնարին է, տնտեսվարողներն են պնդում։ Միայն վարչապետի հետ կհանդիպեն, ուրիշ ոչ ոքի հետ քայլ չեն անում։ Մերկի փոքր խանութները, ասենք, տեսեք, ամենակիչը, որ sense վեսնենք, իրանք ամեն օր ինչ որ միրգ թափում են, ճիշտ է։ Դրա համար պետք է օգտավորեն, դրա համար հատուկ ձև կա, որ պետք է հարկային տեսչությանը իրազեկեն։ Այդ մարդը ամեն օր մի ժամ ավել է աշխատելու, որ դա լավագույն տարբերակն եմ ասում, որ մի ժամ, բայց հնարավոր է, որ մեծ հավանականությամբ մի ժամից շատ, սկզբից մի ժամից շատ, հետո կիսնի մի ժամ, բայց ինքը ամեն օր պետք է թուղթը լեգացնա։ Այդ դրանից մեր Հայաստանի Հանրապետությունը ինչ օգուտ, որ մենք այդ մարդու կյանքը ավելի վատացրեցինք։ Աշխատանքային տարվա մեկնարկից հետո տնտեսվարողները նշում են առևտրի վիճակը վատ է։ Փաշինյանը խորհրդարանից հայտարարում էր, թե տարեկան 10 միլիոն շրջանառություն ունենալը նշանակում է ամեն օր միայն մոտ 27000 դրամի առևտուր անել, ինչն իր հերթին չզարգացող ձեռներեցության վկայությունն է։ Պետությանը փող մուծեն, այդ փողը հետ կա։ Դա բացառված բան է։ Հիմի մնացած է ու այս վարիանտով դուք կտենաք մի քանի օր կարելի ասել կամ մի քանի ամսվա ընթացքում կսկսեն մասսայական տուգանման երևույթներ,
որը դա շատ բյուջե լցելու հիանալի մեթոդ է, որովհետև թուղթը կգրի հարկայինը կգցի կետա էլ չես էլ հասնի։ Ինքը իր պոզիցիան դա նրանց, հետո արդեն դուք այդ process-ները պետք է կատարեք դատական միջոցներով։ Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման կառավարության շենքից որևէ մեկը չիջավ։ Տնտեսվարողները որոշեցին մոտ 1 ամսից կրկին վերադառնալ կառավարության տուն։ Առաջին եռամսյակն ավարտված կլինի։ Ավելի շատ բիզնեսմեններ կհասկանան, որ 6 ամսյա հետաձգումն իրենց բնորոշմամբ կեղծ է։ Բետոնի տրուբան պայթեց, այդտեղ արդեն մետաղական չի գետնի տակը։ Բետոնի տրուբա է։ Պայթեց, ջուրը դուրս եկավ։ Հակասանիտարական այս վիճակը Նոր Գեղի գյուղում է։ Արցախյան պատերազմում նահատակված հերոս Սամվել Մարդյանի անունը կրող փողոցում թիվ 1 միջնակարգ դպրոցի ամբողջ տարածքում իսկական գարշահոտություն է։ Կեղտաջրերը ողողել են ողջ տարածքը։ Սարքել եմ ինձ ձեռքով, որպեսզի այս ճանապարհը երևում է, այս ճանապարհը ավերվում է։ Սա որ ջուրը գնար, ճանապարհը չքանդեր, բայց այսօր այնպես ահռելի քանակի դուրս եկավ։ Անցուդարձ անել չի լինում, գարշահոտն էլ ամենուր է։ Բնակիչների խոսքով օրերը տաքանալուն պես ավելի է ամեն ինչ սրվելու։ Դպրոցի տարածքի արդեն կարելի ասել կեղտաջուրը ներխուժել ու այս կեղտաջրերի մեջ նաև կան բազմաթիվ թափառական շներ։ Ծնողները նշում են, որ երեխաները մեծ վախով են գնում դպրոց, քանի որ ամեն պահի համայս հակահիգենիկ այս գարշահոտն է իրենց խեղդում, համ էլ շներից են վախենում։ Վիճակը նոր չէ, բնակիչներն էլ այս ընթացքում չեն հանձնվել Կոտայքի մարզպետարան ու Նոր Գեղիի վարչական, ինչպես նախկին, այնպես էլ ներկա ղեկավարին են դիմել, սակայն պատճառաբանել են, որ համայնքապետարանն այդքան դրամական միջոց չունի խնդիրը լուծելու համար։ Բայց ես քաղաքացին ա իր ուժերով արել։ Եվլա ջուրը գալի տրոսակցը թողում էթում, ասում մենք չեն կարող ուղղակի մի բան անել։ Եվլա ջուրի պատասխան մեծ տրուբա է։ Վճարումներն են մարդիկ կանոնավոր անում են։ Ասում սա մեծ տրուբա է, մենք ի վիճակի չենք այս տրուբան։ Քաղաքացիները վստահ են, պարզապես պետք է փոխեն մաշված խողովակները, պատասխանատուների ուշադրությունն են հրավիրում գարշահոտությունը վերացնելու համար։ Մարտի 9-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Մարտունի Վարդենիշ ճանապարհին Զոլաքար գյուղի վարչական տարածքում։ Մերսեդեսը դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ բախվել ծառերին։ 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի էլ տեղափոխվել են Մարտունի բժշկական կենտրոն։ Մեքենան վերածվել է ջարդոնի, վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանած ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Տեղում էին փրկարար ծառայության Մարտունի շրջան փրկարարական ջոկատի փրկարարները։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում են, որ վիրավորներից երկուսին իրենց ծառայական ավտոմեքենայով հիվանդանոց են տեղափոխել բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի բարեկները, մինչ այդ նաև օգտագործելով իրենց ծառայական ավտոմեքենայի մեջ եղած տեղատուփի միջից անհրաժեշտ պարագաներ։ Մարտի 9-ին մեկ այլ ողբերգական վթար էլ տեղի է ունեցել Կոտայքի մարզում։ 51-ամյա Աշոտը օփելով Բջնի գյուղի կենտրոնական փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, անցել դրա վրայով, ապա հարվածել պարսպին, կոտրել այն ու հայտնվել հողամասում։ Բախվելով ընկուզենուն 74-ամյա ուղևորուհին տեղում է մահացել, իսկ վարորդը տեղափոխվել է Չարենցավան բժշկական կենտրոն։ Ի դեպ նա սթափ չի եղել, ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի բարեկները։ Իմ տեղեկություններով վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, իսկ մահացածը նրա մայրն։ Իսկ մարտի 8-ին ապարանի վարչական տարածքում բախվել են 47-ամյա Սլավիկի Զիլ 130-ը եւ 23-ամյա Վաչագանի Մերսեդես Վիտոն։ Վերջինում հրդեհ է բռնկվել։ Մինչև հրշեջների ժամանումը քաղաքացիները Մերսեդեսից դուրս են բերել 4 վիրավորի, մոտեցրել ապարան բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենային։ Հետո արդեն փրկարար ծառայության ապարանի շրջփրկարարական ջոկատի հրշեջները մարել են առաջացած հրդեհը։ Մեքենայում հայտնաբերել 67-ամյա Սարգիսի մոխրացած դին։ Օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի բարեկները, սակայն գումարտակի հրամանատարը չէր ժամանել։ Սակայն գումարտակի հրամանատար Արծեմ Սահակյանը կարծես թե արհամարած ունի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի, ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ
նախարարի տեղակալ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննեսյանի եւ բարեկային ծառայության պետ ոստիկանապետի տեղակալ Արտուր Խուդինյանի խիստ հանձնարարականը, որ մահով դեպքերում պարտադիր գումարտակի հրամանատարները պետք է լինեն դեպքի վայրում։ Մարտի 8-ին Երևան-Սևան ճանապարհին բեմվեն հարվածել է շանը, այնուհետև դուրս եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտում։ 4 հոգի տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն, նրանցից մեկը հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի պարեկները։ Ի դեպ վարորդն ու վիրավորները ամրակապված են եղել։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին նաև, որ վարորդն ու ուղևորը եղել են ամրակապված եւ բոլոր 4 վիրավորներին իրենք եւ պարեկները դուրս են բերել ավտոմեքենայից։ Բժիշկներն էլ մինչեւ հիվանդանոց տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։ Մարտի 8-ին Ինֆինիտին Արտաշավան բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվել։ Երկար ժամանակ արագածոտնի պարեկները հրամանատարի գլխավորությամբ դեպքի վայր չեն ժամանել, ինչի պատճառով էլ իսկական խառնաշփոթ է սկսվել, երթևեկելու համար էլ քաղաքացիները վիճել են միմյանց հետ։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար ուժասներ չկան։ Դեպքի վայրեն ժամանակ պարեկային ծառայության արագածոտնի մարզի գումարտակի պարեկները Մարտի 8-ին Գեղակերտ գյուղի սկզբնամասում Մերսեդեսը բախվել է, Էլեկտրասյանը կոտրել այն, այնուհետև բախվել ճանապարհին կից կառուցված քարե պարսպին ու կողաշրջվել։ 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց, օպերատիվորեն ժամանել են փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի պարեկները։ Մարտի 7-ին Ղուկասավան գյուղի կենտրոնական հատվածում բախվել են BMW X5-ը եւ Լադան։ 1 հոգի տեղափոխվել է Մասիս բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջին օգնության են հասել քաղաքացիները, ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի հրամանատարն ու օպերատիվորեն ժամանած Մասիս բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Մարտի 7-ին Արտաշատի խճուղում բախվել են Lexus-ը եւ Volvo բեռնատարը։ 1 հոգու օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների թիվ 43 բրիգադը տեղում բուժօգնություն է ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Մարտի 9-ին Մայրաքաղաքում Արամ Խաչատրյան շենքերից մեկի բնակիչը իջնելով բակ նկատել է, որ իր Range Rover-ի կողային 2 հայելիները կողացել են։ Ժամանել են ոստիկանները, քննիչները, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայրում ժամանել ոստիկանության, համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, ժամանել է նաև Արաբկիրի քննչական բաժնի քննիչն ու փորձաքրագետը, ովքեր արձանագրել են դեպքը։ Եվ Շամշյան-Քոմը մի քանի անգամ անդրադարձել է Երևան-Արտաշատ գյուղամիջյան ճանապարհի Դիմիտրով բնակավայրի տարածքով անցնող երկաթգծի անմխիթար վիճակին։ Ու չնայած որ ամեն անգամ պատկան մարմինները խոստացել են մի քանի մետր հատվածը կարգավորել, փոսնել, վերացնել, բայց որևէ արդյունք չի եղել։ Փոխարենը օրեր առաջ Հարավկովկասյան երկաթուղի ընկերության աշխատակիցներն են խնդիրը լուծել։ Մինչդեռ շատ երկրներում սրանց փոխարեն տեղադրվում են հատուկ ռեզիններ։ Երկաթգիծը նման հարցի լուծում է գտել երկաթներով այս հատվածը տեսնում եք հակել է, արդյոք սա կարդարացնի իրեն ցույց կտա ժամանակը, սակայն այս պահին կա նաև լուրջ խնդիր, քանի որ եզրերը պետք է ասֆալտապատվի, իսկ դա գոնե Արարատի մարզպետարանը անի։